Վրաստանում աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում։ Եվրոպական միության հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին իշխող կուսակցությունը միաժամանակ դատում է իր թիմի երկու նախկին վարչապետներին։ Նախօրեին դատարանը նախկին վարչապետ Գյորգի Գախարյանի նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում կայացրեց, իսկ 3 շաբաթ առաջ Իրակլի Ղարիբաշվիլիին ազատ արձակեց 1 միլիոն լարի կամ մոտ $370,000 գրավի դիմաց, արգելելով նրան լքել երկիրը։ Երկու գործերն էլ քաղաքական գնահատականների են արժանանում, իսկ ընդդիմությունը խոսում է իշխող կուսակցության փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի անձնական վրեժխնդրության մասին։ Գախարյան մեղադրվում է երկու դրվագով 2019 թվականի հունիսի 20-ի ցույցի այսպես կոչված Գավրիլովի գիշերվա ընթացքում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև Չորչանա գյուղի մոտ անցակետ բացելու գործով, որը դատախազությունը կապում է 100 հեկտար անտառի օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ անցնելու հետ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում։ Մակո Գոմուրին, ով 2019 թվականի հունիսի 20-ին Ռուսթավելիի պողոտայում ռետինե փամփուշտի հարվածի հետևանքով կորցրել է աջ-աչքը եւ բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, ասում է, որ միշտ հավատացել է, որ Գյորգի Գախարյան մի օր անպայման կպատժվի։ Այնինչ հիմա տեղի է ունենում, նա կարմա է անվանում, բայց արդարության վերականգնում չի համարում։ Մակոն որոշել է, որ եթե իրեն կանչեն դատարան, չի գնա Գախարյայի գործով նիստին։ Սա օրինակ է այն մարդկանց համար, որոնք մինչև օրս ծառայում են վրացական երազանքին։ Եթե նրանց վրացական երազանքին անհրաժեշտ լինի, ցանկացած պահի կզոհաբերեն ցանկացած մարդու։ Ահա եւ Ղարիբաշվիլին նրանց համար գովելի նախարար եւ վարչապետ էր, բայց նա էլ գրեթե նույն ճանապարհն անցավ, ինչ Գախարյան։ Գախարյայի փաստաբան Բերդիասի Ճինավան դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գյորգի Գախարյան ռետինե փամփուշտներ կիրառելու հրաման չի տվել, ինչն էլ ցույցի ժամանակ հանգեցրել էր քաղաքացիների առողջությանը վնաս պատճառելուն։ Մենք առանձնապես այլ սպասումներ չունեինք, սա լիակատար իրավական խելագարություն է, ինչին հետևում ենք վերջին օրերին, իրավական տեսանկյունից էլ անհեթեթություն ու խելագարություն։ Դուք տեսաք, որ դատախազությունը որևէ փաստարկ, այդ թվում խափանման միջոց կիրառելու փաստացի հիմքեր չուներ, քանի որ հանցագործություն չի կատարվել։ Ինքը Գյորգի Գախարյան գործընթացը քաղաքական հետապնդում է անվանում եւ գնահատում որպես վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական սպառնալիքների իրականացում։ Գախարյայի կուսակցությունում հայտարարում են, որ չնայած հետապնդմանը շարունակում են խորհրդարանական գործունեությունը։ Գախարյան ինքը այս տարվա հունիսի վերջից երկարատև աշխատանքային վիզայով Գերմանիայում է, սակայն հստակեցրել է, որ այնտեղ քաղաքական ապաստան չի հայցել, այլ աշխատում է Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Հոկտեմբերի 24-ին էլ դատարանի առջև կանգնեց մյուս նախկին վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին։ Դատարանը նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրեց 1 միլիոն լարիի գրավը, առգրավեց նրա անձնագիրը եւ արգելեց լքել երկիրը։ Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտների օրինականացման մեջ, ինչը նախատեսում է 9-ից 12 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանի պարզաբանմամբ Ղարիբաշվիլին ընդունում է մեղադրանքի այն փաստը, որը վերաբերում է չհիմնավորված գույքին, մասնավորապես նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերված 6.5 միլիոն դոլարին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գումարը ստացվել է նրա վարչապետության ժամանակահատվածների միջև ընկած շրջանում բիզնեսով, մասնավորապես իր հորը պատկանող գինու գործարանից, եւ գործը չի վերաբերում բյուջետային միջոցների յուրացմանը։ Ղարիբաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը համագործակցում է քննության հետ եւ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն չնայած դրան մեղադրանք առաջադրելուց հետո նա դեռ չի հարցաքննվել։ Իրակլի Ղարիբաշվիլին իհարկե դիմադրություն ցույց չի տալիս, նա օրինապահ մարդ է։ Նա նաև չի պատրաստվում լքել իր երկիրը եւ պատրաստ է պատասխանել, եթե քննությունը որևէ հարց ունենա։ Սակայն մինչև այս փուլը, բացի այն ցուցմունքից, որը նա տվել է մեղադրանքի առաջադրման ժամանակ, նրան հարցեր չեն տվել, նա չի հարցաքննվել։ Դատական նիստի ընթացքում Ղարիբաշվիլին ելույթ չի ունեցել, իսկ դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, դատախազությունը նրա կալանավորումը չի պահանջել, կարևորելով հանգամանքը, որ նա համագործակցում է քննության հետ։ Աննա Թանդարյան, Reopen Media։